Մի պատմություն եմ ուզում պատմել։ Այդ պատմությունը Արցախի պատերազմի ժամանակ է տեղի ունեցել, երբ մենք հովական թիմով տարհանում էինք կանանց եւ երեխաներին Արցախից, այդ սկզբի 10 օրվա հատվածում էր, մենք կապնվել էինք տարբեր կազմակերպությունների, մարդկանց ծառայությունների հետ, ովքեր որ այդ ամենը կազմակերպում էին, եւ հերթական անգամ, որ մենք դա պետք է իրականացնեինք, մեզ ասեցին, որ մի հատ գյուղ կա, որը որ ռմբակոծության մեջ է, եւ այնտեղ կան կանայք եւ երեխաներ, տղամարդիկ ուղակի գնացել են դիրքեր, իսկ կանայք եւ երեխաները անտառներում 3 օրից ավել արդեն անտառներում են, ուղակի փախել են, որտեվ գյուղը ռմբակոծում էին, ում որ ասում ենք ոչ ոք չի գնում, ոչ ոք ռիսկ չի անում, որովհետեւ շատ վտանգավոր է ճանապարհը։ Գիտես, մենք հովիվներով իրար նայեցինք, ես չեմ կարող ասել հատուկ աղոտ կարեցինք ինչ-որ բան, չէ, ուղղակի հասկացանք, որ մարդիկ կարիք ունեն, եւ մենք պետքա պատասխանենք այդ կարիքին, մենք պետքա հասնենք այդ մարդկանց։ Ամբողջ օրը նստած ենք, մենք աղոթքի մեջ ենք, որ ժամին դուրս գանք, որ ապահով լինի, եւ գիշերը ժամը 2:30 ոնց որ հաստատություն կար, որ այ հիմա ժամանակն է, գնացեք։ Մի քանի մեքենաներով հասանք այդ հատված, այդ տարածքը եւ տեսանք թե այդ ինչպես ուղակի տներից փախած այդ կանայք երեխաներին գրկած, մենք արագ իրանց նստացրեցինք մեքենաները եւ դուրս եկանք այդ տարածքից։ Իմ մեքենայի մեջ շատ երեխաներ ու կանայք կային, չափից ավել մարդիկ էինք նստացրել, ու հանկարծ մի կին մյուս կնոջը հետեւյալ խոսքերն ասում. Ես քեզ ասում էի, չէ, որ մերոնք կգան ու մեզ կհանեն։ Ես սկզբից չհասկացա ինչի նկատի ունի։ Ես շրջվեցի ու ասում եմ, դուք մեզ ճանաչում եք։ Իսկ մենք եկեղեցու մեքենաներով ենք, որտեղ որ աստվածաշնչյան խոսքեր է, կյանքի խոսք գրվածքները։ Ասես դուք ինչ չեք ճանաչում, բայց ես ձեր եկեղեցուց եմ։ Ասեցի, կպատմես ոնց ես դու մեր եկեղեցուց։ Խնդրում եմ շարունակությունը լսեք։ Եվ ասես, գիտես, հիշում ես, որ COVID էր։ Ասում այո, հիշում եմ։ Ասում հիշում եք, որ հովիվներով անընդհատ ուղիղ եթերով աղոթք էի անում։ Ասում ես այդ ժամանակ ապաշխարել եմ, հետո Սուրբ Հոգով մկրտվել եմ եւ սկսում ա քարոզել։ Գյուղում մարդիկ կան, որ ապաշխարում են, ասում եմ, բայց գիտես ինչ եղավ, երբ որ պատերազմ եղավ, երբ որ այսպես բոլորս դուրս փախանք, մտանք անտառները, ու Սուրբ Հոգով աղոթում էի, Աստված իմ հետ խոսեց։ Ու ասեց. ես եկեղեցուն կուղարկեմ ու ձեզ դուրս կբերեն այդտեղից։ Սկսեցի արտասվել, ու ես ասում Տեր իմ Աստված, ինչ նուրբ աշխատանք ես անում դու։